Իսկ հայտարարում են բացված, շարունակում են Պապին Բերդյանի վերաբերյալ բարոյականությունը, նիստերի քարտուղարին խնդրում են զեկուցել, ովքեր են եկել այս քարտական նիստը։ Մինչև պաշտպանության կողմի եզրափակիչ ելույթներին անցնելը դատարանը արձանագրում է, որ նիստերի դահլիճում net ընկերությունից լրագրող հակա ես առաջարկում եմ կողմի կարծիքայիններ տեսակ և ձայնման նկարահանումը թույլատրելու հարցի հետ կապված Ուշնելով աննավոր չեն տեսնում։ Պաշտպանությունը տեսնում եք։ Դատարանը եկավելով քրեական դատավարության օրենսգրքի 270 որոշում է թույլատրել տեսանկարահանումը, դուք կարող եք ձեր աշխատանքը սկսել, որպես կազմակերպեք միայն որ դատական նիստի ընթացքը չխանգարեք չխոչվում։ Հարգելի պաշտպաններ առաջարկում են ձեր եզրափակիչ ելույթները ներկայացնել համեցեք։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ, նախագահ դատավոր Ավագյանի նախագահությամբ ավարտվեց թիվ 33-01-24 քրեական գործով դատաքննությունը, որի շրջանակներում պատվարժան դատարան մինչև եզրափակիչ ելույթը ի սկզբանե պետք է արձանագրել, որ անհրաժեշտ է ճանաչել և հռչակել Պապին Բերդյանի անմեղությունը, որովհետև մենք շատ լուրջ խնդիր ունենք մեղադրանքի որոշակիության հետ և այդ թվում այն իրավական նորմը, որ մեղսակված է Պապին Բերդյանի սույն քրեական գործի փաստակազմի նկատմամբ չի կարող կիրառվել։ Պատվարժան դատարան, եթե մի փոքր սեղմած ամփոփենք, թե Պապին Բերդյանը ինչի մեջ է մեղադրվում, կհանգենք հետևյալին, որ վերջինս նորատուսցի Ալիկ Մանկանվան հայտնի քրեական հեղինակություն հանդիսացող Ալիկ Բանդուրյանի ստեղծված քրեական ենթամշակույթներով խմբավորման են մասնակցել և իր գործողություններով աջակցել է նորատուսցի Ալիկ Մանկանվան հայտնի քրեական հեղինակություն հանդիսացող ենթամշակույթը գրող խմբավորման նպատակների իրագործմանը։ Ավելի առարկայական Պապին Բերդյանի մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցել է քրեական ենթամշակույթ գրող խմբավորմանը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալով. Նորատուսցի Ալիկ Մանկանվան հայտնի քրեական հեղինակություն, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ալիկ Բանդուրյանը քրեական ենթամշակույթ գրող խմբավորման կողմից սահմանված ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակություն, ունենալով քրեական հեղինակություն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, հանդիսանալով քրեական աստիճանակարգության ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին և որի նպատակը հանցագործություն կատարելն է և հանցագործության կատարումը հովանավորելը, այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելը, անօրինական օգուտ կամ առավելություն ստանալը, առնվազն 24 թվականի փետրվարի 16-ը շարունակելով պահպանել քրեական հեղինակություն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ղեկավարել է խմբավորումը, դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացման ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ գրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց հանձնարարություն տալու եղանակով։ Պատվարժան դատարան, այստեղ մենք մի փոքր պետք է կանգ առնենք, ճիշտ է մեր մեղադրանքի ծավալին չի առնչվում Ալիկ Բանդուրյանի մեղադրանքը, բայց ըստագույնս հարաբերակցվում է։ Տեսեք
Մեղադրանքի մեջ պապի բերության օգտագործված է, որ Ալիկ Բանդուրյանը ունի քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան և 24 թվականի փետրվարի 16 առնվազն այդ կարգավիճակը պահպանել է։ Եվ այստեղ կարծում եմ հենց ի հայտ է գալիս օրենքի քրեական օրենսգրքի առաջին խնդիրը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, նախ ունենք նույնացում օրենքով եւ քրեական հեղինակության, ինչը կրիմինոլոգիական տեսանկյունից օգտագույն սխալ է, որովհետև եթե մենք խոսում ենք քրեական աշխարհի հիերարխիայից, օրենքով գողերը կանգնած են այդ հիերարխիայի գագաթին, իսկ քրեական հեղինակությունները ունեն մի փոքր ավելի ստորադաս կարգավիճակ։ Ավելին քրեական հեղինակությունը որևէ ձևով չի կարելի հավասարեցնել այդ կարգավիճակը օրենքով։ Բայց այստեղ պատվաժանական, սա քրեաբանական առումով։ Մենք քրեական վարույթում ունենք տեղեկանք ներքին գործերի նախարարությունից առայն, որ Ալիկ Բանդուրյանը և Պապին Բեհբությանը չեն հանդիսանում քրեական հեղինակություն։ Հիմա մենք ոնց ենք հաղթահարում և գործում առկա այդ որ փաստական տվյալն է, որ հաղթահարում է այն շեմը, որ Բանդուրյանը կամ Պապին Բեհբությանը հանդիսանում են քրեական հեղինակություն, որը կրկնում եմ քրեական աստիճանակարգությունում բարձրագույն ստատուս է նշանակում։ Եվ բացի այդ պատվաժանական, եթե օրենքով գողերի համար քրեական աշխարհում, ես այստեղ խորհուրդները մասնագիտական գրականության կատարել եմ, օրինակ թագազրկման արարողություն կա, որ համապատասխան փաստերի հայտ գալու դեպքում օրենքով գողը կարող է թագազրկվել, ռասկարանացիա երևույթն է։ Արդյոք քրեական հեղինակության համար քրեական աշխարհում սահմանված են կանոններ, որ պահպանել է քրեական հեղինակությունը։ Եվ արդյոք կարող է օրինակ, եթե անձը ունի հեղինակություն, այդ հեղինակությունը չպահպանել։ Եվ հեղինակությունը պատվաժանական դա այլ անձանց ընկալումն է անձի վերաբերյալ։ Հիմա եթե Պապին Բեհբությանը օրինակ հանդիսանում է հեղինակություն, քրեական բառը թողնենք մի կողմ։ Արդյոք նա այդ հեղինակությունից կարող է հրաժարվել և դա համարվի իրավաչափ և օրենսդրի կողմից ընտրալելի, որովհետև մեղադրանքի մեջ նշված քրեական հեղինակության աստիճանակարգը պահպանելը նշանակում է, որ անձը ունեցել է ճանապարհ այդ հեղինակությունից հրաժարվելու, բայց չի իրագործել։ Մինչդեռ պատվաժանական ես կարծում եմ, որ թե Ալիկ Բանդուրյանը, թե մեղադրանքից դուրս է, թե Պապին Բեհբությանը չէի կարող օրինակ ասել վաղվանից մենք այլևս հեղինակություն չենք։ Քրեական բառը թողնենք մի կողմ, հիմա կվերադառնանք դրան։ Այլ խոսքով այն օրենսդրի ինչ սահմանել է օրենսդիրը պատվաժանական քրեական հեղինակությունը որպես աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ զուրկ է իրավական և փաստացի նախադրյալներից և նաև չի բխում հանցավոր միջավայրում կամ քրեական ենթամշակույթից բխած կանոնների։ Հաջորդին իր հերթին Պապին Բեհբությանը Ռուբեն Ավետիսյանի և այլոց հետ ստանալով ու կատարելով քրեական ենթամշակույթ գրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման ուղղված գործողություններ կատարելու մասին նորադուսցի Ալիկ Բանդուրյանը հայտնի քրեական հեղինակություն աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունները մասնակցել են քրեական ենթամշակույթ գրող խմբավորմանը։ Պատվաժանական, երբ որ մենք խոսում ենք քրեական ենթամշակույթից, ուզենք թե ոչ պետք է հաշվի առնենք առհասարակ մշակույթ ասված է ինչ է, որպեսզի կարողանանք այստեղից բխեցնել ենթամշակույթը ինչ է և հասկանանք քրեական ենթամշակույթը ինչ է պատվաժանական։ Եվ այս առումով մասնագիտական գրականության մեջ մշակույթը բնորոշվում է որպես արժեքների, հայացքների ամբողջություն, որոնք ձևավորվում են և այդ արժեքների պահպանման նպատակով փոխանցվում է սերնդից սերունդ։ Հիմա պատվաժանական, այս առումով քրեական ենթամշակույթն էլ պետք է բնորոշել որպես հանցավոր միջավայրի կազմակերպման կարևոր գործոն, որը փոխանցելով հանցավոր ավանդույթները, վարքագծի կանոնները և արժեքները նոր անդամներին, ապահովելով
հանցավոր խմբի ներքին կանոնը և կայունությունը ապահովում են հենց սերնդափոխությունը։ Պատվարժան այս նորմա, երբ որ մենք խոսում ենք 324 հոդվածի որոշակիությունից, հենց առաջին խնդիրը ի հայտ է գալիս այստեղ։ Ենթադրենք, մենք չունենք որևէ գիտելիք, քրեաբանական գիտելիքներ, հայկական կրիմինալ աշխարհի վերաբերյալ։ Դուք որպես իրավակիրառող հիմա ինչպես է գնահատելու Պապին Բեգլյուցյանի հայացքները, արժեքները, քրեական ենթամշակույթի բնորոշ են թե ոչ։ Եվ սա արդեն Հայաստանում իրավակիրառ չափազանց լուրջ խնդիր է։ Ղեկավարելով դատական օրենսգիր սահմանադրական օրենքի պահանջները, որպես իրավական փաստարկ նաև հողում են կատարում Ալեքսանդր Մակարյանի և Սմբատ Աբդալյանի, Արմեն Ղազարյանի, Ժիրայր Բրուձյանի, Վիտալի Արձյանի և Միքայել Շամոյանի գործերով արտահայտած տարբեր դատարանների դիրքորոշումների առայն, որ այս հոդվածները քրեական ենթամշակույթին զուրկ են իրավական որոշակիությունից պատվարժանական։ Եվ նաև այդ խնդիրը ընդգծված առկա է այս քրեական վարույթով, որովհետև պատվարժանական բոլոր այդ դատական ակտերում հղում է կատարված Աշլարավան ընդդեմ Վրաստանի գործին և նաև այդ գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը։ Առայն որ Վրաստանը ունի քրեական ենթամշակույթի և բանդիտիզմի մասին օրենք, որտեղ սահմանված են քրեական ենթամշակույթի հիմնական հաստատությունները, արտահայտման ձևերը։ Այլ խոսքով Վրաստանի օրենսդիրը գնացել է այդ ճանապարհով, որ պոզիտիվացրել է քրեական ենթամշակույթին վերաբերող վարքագծի կանոնները, որպեսզի իրավակիրառը վերցնի օրենքը, հասկանա օրինակ սխոդկա երևույթը ինչ է։ Այնտեղ բացահայտված է, որ սխոդկան որոշակի հարցերի կարգավորման համար օրենքով գողերի և հրավիրված քրեական հեղինակությունների համատեղ հավաքն է։ Հիմա պատվարժան օրինակ Պապին Բեգլյուցյանի հանդիպումները։ Դուք վարքագծի ոչ կանոնին պետք է հղում կատարեք, որ ասեք այսա արտահայտվել է քրեական ենթամշակույթի համատեքստում։ Հանրային մեղադրողը իր խոսքում օգտագործեց հանրամատչելի, հանրահայտ հասկացություն վարքագծի քրեական ենթամշակույթի կանոնների մասում։ Իսկ հանրահայտում համար պատվարժան ձեր համար կարգադրիչի մեզ ում համար հանրահայտ։ Մենք չունենք նորմատիվ իրավական ակտ, որին հղում կատարելով պետք է հասկանանք Պապին Բեգլյուցյանը, օրինակ գործողությունները տեղավորվում են քրեական ենթամշակույթի մեջ, թե ոչ։ Բացի այդ, այս մեղադրանքը ինքնին հակասության մեջ է մտնում հենց այդ քրեական ենթամշակույթի է, որովհետև պատվարժան ինքիվս այնի քրեական ենթամշակույթում, եթե վեճի կողմերից մեկը դիմել է իրավապահ մարմինների դատաիրավական համակարգի օգնությանը, որևէ հեղինակություն, որևէ օրենքով իրավունք չունի միջամտել այդ հարցը։ Սա կրկին մենք հղումները ապահովել ենք Արեցկի և Կուլեբանով криминальная субкультура, понятие субкультуры и соотношение смежными понятиями դասագրքում կներգնագրության մեջ հստակ սա արտահայտված է։ Այսինքն պատվարժան դատան, եթե Պապին Բեգլյուցյանը ենթամշակույթի կանոններից ելնելով իրավունք չի ունեցել միջամտել դատաիրավական համակարգի կողմից լուծման ենթակա խնդրին, հետևաբար այս ինցիդենտը մենք չենք կարող որակել որպես քրեական ենթամշակույթի բնորոշ գործողություն։ Եվ այլ խոսքով պատվարժան առկա է սույն քրեական գործով հաստատված տեղեկատվություն, որ վեճի կողմերից մեկը դիմել էր դատարան և խնդիրը գտնվում էր դատարանի տիրույթում։ Բացի այդ պատվարժան դատան, օրենքով գող լինի, քրեական հեղինակություն լինի, ունեն սոցիալական կապեր, ունեն ընտանիք, ունեն ազգականներ, ունեն ընկերներ, հարևաններ և մշտապես մենք պետք է տարանջատենք, թե հեղինակության միջամտությունը խնդրին, երբ է ակնհայտ հանցավորի տիրույթում և երբ է օրինակ կենցաղային տիրույթում։ Հիմա սույն քրեական վարույթի շրջանակում
ժամանակներում ընդունել գիտություն, ենթադրենք, որ Պապի բեյլությանը ներգրավվել է այս խնդրի լուծմանը։ Ինչով է սա հանցավոր դարձնում։ Արդյոք սպառնալիք եղել է, արկադրանք եղել է, արդյոք առհասարակ ես բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեն բուրգեր սրճարանի հետ կապված, տեղավորվել են քրեական ենթամշակույթի դյույթում, թե օրինակ դրանք եղել են կենցաղային դյույթ։ Կամ ես չգիտեմ Ալիկ Մամուլյանի ներգրավված եղել է թե ոչ, եթե ներգրավված եղել է, օրինակ ընկերոջ խնդրանքով է եղել, թե քրեական ենթամշակույթի կանոններով է եղել։ Ես սրանք հարցեր եմ պատվարժան դեպքան, որոնք ակնհայտ կարիք ունեն պարատման։ Մինչդեռ սույն քրեական վարույթում, քանի որ ձեր ձեռքի տակ չկա քրեական ենթամշակույթի վարքագծի կանոնները, այս օրենքը շարունակում է մնալ իրավական որոշակիությունից զուրկ։ Իսկ իրավական որոշակի օրենքը չի կարող համարվել օրենք, որովհետև ի թիվս այնի իրավական պետության գլխավոր բնութագրիչներից է իրավունքի գերակայությունը։ Իսկ իրավունքի գերակայությունը ի թիվս այնի ենթադրում է, որ օրենքները պետք է լինեն կանխատեսելի և մանչելի, այլ խոսքով ունենան իրավական որոշակիության աստիճան։ Եվ այս պարագայում պատվարժան դառնալ։ Հիմա, եթե մենք կարդում ենք 324-րդ հոդվածը, ինչը ես ամենասկզբից ցիտեցի, որ Պապի բեյլությանը այլոց հետ ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդված նպատակների իրականացման ուղղված գործողություններ կատարելու մասին Նորադուսցի Ալրիկ անվամբ անձի հանձնարարությունները մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման։ Սույն վարույթով, մինչև Պապի բեյլությանի մեղադրանք մեղսագրելը, պետք է վարույթ իրականացնող մամուլը լուծեր հետևյալ խնդիրը։ Ապացուցողական համապատասխան շեմով, մեղադրական շեմով ապացուցեր, որ Նորադուսցի Ալիկը համարվում է քրեական աշխարհում բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ։ Սա մեկ։ Երկրորդ, որ Նորադուսցի Ալիկը ստեղծել էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։ Եվ երրորդ, որ Պապի բեյլությանը մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը։ Հիմա սույն քրեական վարույթի ընթացքում մենք ապացուցված է մեկ բան, որ Պապի բեյլությանի և Բանդուրյան եղբայրների հետ հարաբերությունները փոխկապակցված են իրենց հոր Լյովա Բանդուրյանի հետ, այսինքն Պապի բեյլությանը ճանաչել է Լյովա Բանդուրյանին և նրանց միջոցով եղբայրներին։ Վարույթում չկա որևէ ծանրակշիռ փաստական տվյալ, որ Պապի բեյլությանը և օրինակ Ալիկ Բանդուրյանը եղել են փոխկապակցված։ Մենք նվազագույնի տիրույթում փոխկապակցվածությունը չունենք, ինչ մնաց հաստատված համարել, որ Պապի բեյլությանը հետապնդել է ստեղծված խմբավորման նպատակների իրագործման կամ ինչ-որ խնդիր է լուծել այդ շրջանակներում պատվարժանական։ Սա գլոբալ տեսական և դոկտրինալ խնդիրներ են, որոնք մենք ցանկանում ենք, որպեսզի անպայման լուծվի սույն քրեական վարույթի ընթացքում։ Եվ անդրադառնալով ապացուցողական զանգվածի պատվարժանական ես ցանկանում եմ մի քանի ապացույցների կողմ կատարել, մասնավորապես վկա Վազգեն Խաչատրյանը հայտնել է, որ ընդհանրապես չի ճանաչում Պապի բեյլությանը, և նրանց հետ կապված որևէ վեճի հետ կապված քրեական աշխարհի բնորոշ որևէ գործընթացի չի մասնակցել։ Վարդան Եղիազարյանը հայտնել է, որ ընդամենը աշխատանքային և մասնագիտական փոխհարաբերություններ է ունեցել Պապի բեյլությանի հետ, խնդրում եմ նկատեք նկարիչ, ոչ թե օրենքով գող, ոչ թե այլ անձ, այլ նկարիչ պատվարժանական, ով ընդամենը նշել է, որ Պապի բեյլությանը զանգ է ասել է լավ գույք ծախում, կարող ուզես թե չէ։ Հաջորդիվ պատվարժանական անդրադառնալով օպերատիվ հետախուզական միջոցառումներին պատվարժանական մենք թեև սա առանձին միջնորդության պես խնդիրը բարձրաձայնել ենք, խնդրում եմ նաև դատական ակտում, քանի որ այս հարցի
համար օպերատիվ հետախուզական տվյալների անթույլատրելիությանը, բայց բոլոր դեպքերում, եթե դրանք թույլատրելի ելեն պատվարժան դատան, իսկ ինչ են դրանք հաստատում։ Արդյոք մենք հիմա ձեզ հետ ապացույցները հետազոտելիս մեղադրական շեմից բարձր ստանդարտով լսել եք, որ պատմի վերլուծանը ներգրավված է եղել քրեական ենթամշակույթին բնորոշ խնդիրների կարգավորման։ Ես եթե չեմ ստանում, պատմի վերլուծանը այդ ամբողջ ժամանների շրջանակներում 2-3 անգամ է հայտնվել պատվարժան դատան։ Մնացածը վերաբերելի Ալիկ Մանուկյանին։ Ես անկեղծ կուզենամ այս մեղադրանքի մասին իմ գնահատականը հնչեցնել։ Այս քրեական վարույթը ես կարծում եմ վերաբերելի է Ալիկ Մանուկյանին եւ այդտեղ ապացույցներ չեն գտել եւ ձեռքակալել կալանավորել են պատմի վերլուծանին այն ակնկալիքով, որ ստանան մեղադրական տվյալներ Ալիկ Մանուկյանի մասով։ Այլ պարագայում պատվարժան դատան ես չեմ տեսնում այն մտավախությունները, որոնք դրվել են սույն մեղադրանքի հիմքում։ Եվ հետո պատվարժան դատան մեղադրական եզրափակիչ ելույթում ես նկատեցի մի բան, որ ընդգծված միջնորդություն եւ քրեորեն պատժելի ներգրավվածություն հասկացությունները նույնացվում են պատվարժան դատան։ Մինչդեռ կրկին 324-րդ դրվածի տեսանկյունից մենք ոչ թե պետք է ունենանք առերևույթ աջակցման փաստ, այլ ենթադրենք պատմի վերլուծան ինչ-որ մեկի զանգելու։ Կամ ասել է, այս հարցով պետք է X-ին Y-ի հետ հանդիպեք զրուցեք։ Արդյոք այդ ներգրավվածությունը եղել է քրեական ենթամշակույթ գրող խմբավորման մասնակցելու տեսանկյունից։ Իմ ընկալմամբ խմբավորումը պետք է աչքի ունի հարաբերական կարևորություն։ Այսինքն օրինակ լինի խմբավորման ղեկավարը, օրինակ այդ խմբավորման ֆինանսական պատասխանատուն, լոգիստիկ պատասխանատուն, այստեղ որն է մեր խմբավորումը։ Մենք ունենք վերացարկված մեղադրանք, որ Բանդուրյանը ստեղծել է խումբ, Պապի վերլուծանն է մասնակցել։ Բայց չէ՞ որ այդ մասնակցությունը ենթադրում է կոնկրետացված գործողություններ։ Լավ կամ Պապի վերլուծանը եթե մասնակցել, արդյոք դա եղել է հանցավորի դիրույթում, որովհետև նաև այստեղ ես բերել եմ քրեաբանական որոշ վերլուծություններ, որ քրեական ենթամշակույթը երբեմն է սոցիալապես օգտակար ելույթ պատվարժան դատան։ Օրինակ 2016 թվականի Հայաստանում տեղի ունեցած մողական հավաքի ժամանակ արգելվել է այդ հավաքի ընթացքում պատվարժան դատան մետամֆետամին տեսակի թույլամիջոցի օգտագործումը։ Արգելվել է քրեակատարողական հիմնարկներում պարտադիր խոմար կոչվածի արգելք է դրվել։ Եվ արդյոք սա սոցիալապես վնասակար գործողություն է։ Որտեղ ես գիտել, կամ հերվումները դրված է պատվարժան դատան, պարտադիր բոլոր քրեականական վերլուծությունները այստեղ առկա են հավաքի վայրով, մասնակիցներով, այսինքն կրիմինոլոգիական վերլուծությունները ցույց են տալիս, որ քրեական ենթամշակույթը ունի հանրության մոտ երբեմն նաև դրական ընկալում։ Եվ սա նշանակում է հատկապես, որ մենք խնդիր ունենք մշտապես ենթամշակույթի մեջ հանցավորը ոչ հանցավորից տարբերակելու խնդիր պատվարժան դատան։ Հաջորդիվ հանրային մեղադրողի մոտ խնդիր է առաջացել քերոք, գողեր, փողոցային բառերի հետ կապված, մինչդեռ քերոք բառի լեզվաբանական նստեք եթե վերլուծությանը նայենք, քերոք բառով դիմում են օրենքով գողերի պատվարժան դատան քրեական ԿԿՀ-ներում, իսկ այս վարույթի շրջանակներում մենք այդպիսի անձ չունենք եւ նաեւ այստեղ խնդրում եմ հաշվի առնել այդ եզրույթը արտաբերած վկայի ձևակերպումները, որ ինքը պարբերաբար կատակով բոլորին է լինում է քերոք եւ որևէ իրական քերոքի չի ճանաչել։ Իսկ լեզվամտածողությունը խոսակցական շերտը կենցաղային կամ փողոցային բառապաշարի օգտագործում է իրավական առումով համարժեք չեն անցակազմի առկայությանը։ Հակառակ դեպքում քրեական պատասխանատվությունը կկառուցվեր ոչ թե արարքի, այլ բառապաշարի վրա, ինչը անթույլատրելի է պատվարժան դատան։
Հիմա հանրային մեղադրողի ընդունում է, որ բերությանը հանդիսանում է քրեական հետհեղինակություն, ևս մնում է ապացուցողական հիմքերից զուրկ։ Նման գնահատականը չի կարող հիմնվել այն բանի համար, որ ինչ որ անձին խոսել են հարգալից, պատվաժանված, այդպես չի լինում։ Որ անձի հետ խոսում են հարգալից, դա չի նշանակում, որ կարելի է այս էպիտետը օգտագործել մեղադրյալի նկատմամբ։ Եվ հետո քրեական հեղինակության մասին է խոսում։ Ըստ բարույթի տվյալների Պապին բերությանը ծառայել է զինված ուժերում, եթե չեմ սխալվում, սերժանտական անձնակազմում։ Արդյոք դա իրեն չի զրկում պատվաժանական կրկին քրեական ենթամշակույթի տեսանկյունից այդ միջավայրում հանդես գալ որպես հեղինակություն։ Վստահաբար զրկում է պատվաժանական։ Այս գործով տվել է ցուցում, ստորագրել է փաստաթղթերի տակ, եւ սրանք իր անձը բնութագրելու տեսանկյունից իրեն հեռացնում են ենթամշակույթի ոչ թե մոտեցում։ Ըստ բարույթի տվյալների բերությանը ունի շինարարական եկեղեցություն, զբաղվում է շինարարությամբ։ Հիմա անգամ Նեբենեին տրված տեղեկանքի օպերատիվ աշխարհման մասին է խոսում պատվաժանական։ Օպերատիվ տվյալի դիրույթում, չեմ ասում ապացուցողական շնորհի, օպերատիվ տվյալի դիրույթում գոնեն բարույթներով ինչ անում են, prime-ից տպել, վերեն ասեն այս անձը հեղինակություն է կամ օրինակ ինտեգրված է քրեական միջավայրում։ Մենք հետ էլ չունենք պատվաժանական, ինչը նշանակում է, որ մենք այլ ճանապարհ չունենք, քան սույն քրեական բարույթով արձանագրենք Պապի բերությանի անմեղությունը։ Պատվաժանական սրանք հիմնական գործի ելակետներն են։ Հիմա ես կցանկանամ խոսել նյութական ռեգիստրությունից, ավելի շատ իրավական ասպեկտից, որպեսզի մենք վերջնական հասկանանք, թե ի վերջո ունենք իրավական որոշակիության պահանջի բավարարող օրենք եւ արդյոք այդ օրենքը կարող է կիրառվել Պապի բերությանի նկատմամբ։ Հիմա սա նաեւ այն հոդվածներն են պատվաժանական, որոնք այս դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը ժամանակին փորձել է սահմանադրական վեճի տեսանկյունից խնդիրը տեղափոխել այնտեղ եւ հասկանալ արդյոք սահմանադրականության խնդիր կա թե ոչ։ Եվ ինչ է արել սահմանադրական դատարանը ՍԴԱՕ աշխատանք կարգային որոշմամբ վերժել է Դավիթ Հարությունյանի դիմումը, պարզաբանելով, որ ըստեղ սահմանադրական վեճ չկա, իսկ այդ օրենքում օգտագործված հասկացությունները կարող են ենթարկվել դատական մեկնաբանության։ Այսինքն սահմանադրական դատարանը պատվաժանական հարցի լուծումը տեղափոխել է գործ նստելիության գնող դատարան, ինչը նշանակում է, որ մենք հիմա պետք է, քանի որ սահմանադրական դատարանստելիության հրաժարվել է սա մեկնաբանել, արձանագրելով, որ առկա է դատարանների կողմից իրավունքի զարգացման խնդիր եւ դատարանների կողմից նորմի մեկնաբանության խնդիր։ Հիմա պատվաժան դատան քրեական օրենսգիրքը քրեականացրել է 322-ից 325-րդ հոդվածում, քրեականացրել է քրեական ենթամշակույթին վերաբերող կանոնները։ Ընդ որում քրեական օրենսգիրքի մեջ սահմանում չկա, ինչ ասել է քրեական ենթամշակույթ եւ ինչ ասել է մշակույթ, իսկ մշակույթը սոցիոլոգիական մասնագիտական գրականության մեջ ես այստեղ Կոհենի մենագրությանն եմ կատարել, մշակույթը հանդիսանում է հասարակության զարգացման կարևորագույն գործոններից մեկը եւ արտացոլում տվյալ հասարակության արժեքային համակարգը, սոցիալական փորձը եւ պատմական ավանդույթները։ Այսինքն սոցիոլոգիական իմաստով ենթամշակույթը սոցիալական որոշակի խմբին բնորոշ արժեքների, նորմերի վարքագծի, ապրելակերպի, կենսակերպի ամբողջություն է։ Իսկ քրեական ենթամշակույթը արդեն պետք է բխեցնել, որ առանձին խմբերի սոցիալական արժեքների ոչ ֆորմալ կանոնների ամբողջություն է, որը հակասում է կամ պետք է հակասի հասարակության ընդհանուր համագեցության կանոններին։ Հիմա պատվաստանալ մենք չունենք նորմատիվ իրավական ակտ,
որտեղ նշված է քրեական ենթամշակույթի հիմնական կանոնները։ Եվ հիմա դուք ձեր առջև անլուծելի խնդիր է, ինչպես Պապի մեգությանի վարքագիծը պետք է դիտարկել հասարակության ընդհանուր կանոններին հակասող, որ վարքագիծը պետք է դիտարկել որպես քրեական ենթամշակույթի բնորոշ, որ վարքն է, որ այլընտրանքային արդարադատության համակարգին բնորոշ է։ Այլ խոսքով, այստեղ մենք ունենք նյութական օրենսդրության ընդգծված խնդիրներ պատմաշնորհական։ Հիմա քրեական ենթամշակույթի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դա ոչ ֆորմալ վարքագիծ է։ Ավելին կրկին քրեականական հետազոտությունների տեսանկյունից օրենքով գողերի կողմից այդ ոչ ֆորմալ վարքագծի կանոնները կարող են այստեղ քրեականությունից հղում պրագոն երևույթի մասին ցանկանում խոսել, այդ վարքագծի կանոնները կարող են փոփոխվել։ Նույնը երբ որ խոսում ենք առանձին հանցատեսակներով զբաղվելու անկյունատրելիությունից, դատաիրավական համակարգի կողմից արձագանքելու պարագայում ենթամշակույթ կրող խմբավորման միջամտության անկյունատրելիությունից պատվարժան դատա։ Մենք այստեղ խոսում ենք ոչ ֆորմալ վարքագծի կանոնների մասին, որոնք փոփոխական են։ Եվ արդյոք մենք ունենք հիմա որևէ փաստաթուղթ, որին հղում տալով կարող ենք արձանագրել, որ այս վարքը հակասել է համընդհանուր կանոններին պատվարժան դատա։ Հաջորդիվ ես ցանկանամ կրկին հղում կատարել աշտարաբան ընդդեմ Վրաստանի գործող մարտիրավունքների եվրոպական դատարանին, որտեղ եվրոպական դատարանը ստուգել է Վրաստանի օրենսդրությունը արդյոք համապատասխանում է իրավական որոշabiliության պահանջին թե ոչ, եւ Եվրոդատանը արձանագրել է, որ միանշանակ համապատասխանում է, որովհետեւ Վրաստանը ունի հատուկ կազմակերպված հանցավորության եւ բանդիտիզմի մասին օրենք, որտեղ տրվել է հիմնական հասկացությունները քրեական ենթամշակույթին, իսկ Վրաստանի դատական իշխանությունն է հղում էր կատարել աշտարաբայի գործով, որ բողական հավաք էր տեղի ունեցել, որը բացահայտված էր օրենքում, որ քրեական ենթամշակույթի բնորոշ գործողություններ էր կատարվել, որը այս օրենքում կրկին նշված էր պատվարժանական։ Եվ նաև իրավական որպես փաստարկ պատվարժան դատան ես հում կատարեցի իրավագիրավ պրակտիկային այն մասով, որ եթե ես չեմ սխալվում, առկա է ընդամենը մեկ դատական ակտ, որտեղ դատարանը ճանաչել է այդ խնդիրը, անկեղծ ես չգիտեմ, դատախազության հարամաչելի աղբյուրներով ներգրված, բայց բոլոր այն գործերը Արմեն Ղազարյան, Վիտալի Ավձյանի, Ժիգայր Ջուձյան, երեք հանդիսանում են օրենքով գող և երեքին են ներսադրված է հանցավոր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծել և ղեկավարել է, երեքի նկատմամբ է կայացվել է արդարացման վերցին։ Նաև կներեք Ալեքսանդր Մարգարյանի գործով ևս դատարանները արձանագրել են նույն խնդիրը պատվարժանական։ Օրենքը զուրկ է իրավական որոշակիությունից և դատարանը զրկված է որևէ ձևով գնահատել գործողությունները տեղավորվում են քրեական ենթամշակույթի մեջ թե ոչ։ Այլ խոսքով պատվարժան դատան մենք չունենք քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված նախադրյալները, որպեսզի կայացնենք մեղադրական գործիք, մասնավորապես ապացուցված չէ, որ տեղի է ունեցել արարք։ Ապացուցված չէ, որ մեղադրյալ Պապի Մեգությանը այդ արարքը կատարել է, այսինքն ոչ արարքը կա, ոչ արարքի կատարումը Մեգությանի կողմից։ Ապացուցված չէ ամենակարևորը պատվարժան դատան արարքի քրեական հակաիրավականությունը։ Եվ այս պարագայում եւ այս 4 հարցերի պատասխանը բացասական է, մենք չունենք այլ ճանապարհ, քան ճանաչել եւ հռչակել Պապի Մեգությանի անմեղությունը։ Պատվարժան դատան ձեզ է փոխանցում պաշտպանական ճառի պակետ տարբերակը, հանձնել է նաեւ հանրային մեղադրողին, վաղ տարբերակը վարվել է դատանի աշխատակազմին եւ քանի ինձ տրվել է խոսելու հնարավորություն,
թեև սա հաջորդ փուլին է բնորոշ պատվարժանդական, բայց քանի որ քրեական դատավարության գրքի 338-րդ հոդվածը կողմի միջնորդությամբ թույլատրելի է համարում, այսինքն դատարանը եթե թույլատրելի է համարում օրենքի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ առաջարկվող հիմնավորումներ կողմը կարող է ներկայացնել և նկատի ունենալով, որ վարքագծի կանոնները հիմնականում դոկտրինալ իրականության մեջ են գրված և մենք չունենք նորմատիվ իրավական փաստաթղթեր, որտեղ բացահայտված կլինեն պետությանի մեղադրանքի հիմքում դրված հասկացությունները, ես խնդրում եմ նաև թիվ 31-33-001-24 քրեական գործով օրենքի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ իմ առաջարկվող հիմնավորումները ևս գցել քրեական վարույթի նյութերին, սրա մեկ օրինակը ևս հանրային մեղադրողին հանձնել եմ, այսինքն եթե դատարանը գտնի, որ առկա է սրա քննարկման նախադրյալները, մենք նաև սրա քննարկումը կարող ենք իրականացնել։ Դատարանը համաձայնագրում է, որ պաշտպան Ալեքսանդր Կոչկոյանի կողմից ներկայացվեց ընդհանուր 14 թերթից պաշտպանական ճառս կառավարվածի կողմից և օրենքի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ առաջարկվող հիմնավորումների ներկայությամբ ապատվիր փաստաթուղթ կրկին ստորագրված պաշտպան Կոչկոյանի կողմից դրանք կցվում են վարույթի նյութերին։ Մյուս պաշտպանը պարոն Ալեքսանդր Այո, շնորհակալություն պատվարժանդական։ Ես կարծում եմ մենք այս հարցի համատեքստում ունենք առասպել գլոբալ խնդիր բարձելու համար, թե այսպես կոչված գողական աշխարհ հասկացությունը, որ դարաշրջանից է առհասարակ ներմուծվել։ Որոշ անձիկ ասում են, դատողություններ են ներկայացնում, որ գողական աշխարհ առհասարակ հասկացությունը դեռևս եկել է հոկտեմբերյան հեղափոխության շրջանից, այսինքն 1917 թվականներից, և եթե լինեմ ավելի կիրառական այս իմաստով, նույնիսկ կա լեգենդ մի անձի մասին, ում անուն է համարվում Միշա Վինիսկի, օնժը Միշա Եվոնչիկ, ինչպես կոչում էին նրան նեղ, այսպես ասած, շփման կրուգերում, և նաև կա կարծիք պատվարժանդական, որ առասպել գողական աշխարհ հասկացությունը եկել է դեռևս Ստալինյան շրջանից։ Հիմա հարց առաջանում, իրականում այս գողական աշխարհ հասկացությունը որ դարաշրջանից եկած է, և ինչպես են այդ վարքագծի կանոնները սահմանվել, ում կողմից են սահմանվել, և արդյոք դրանք ունեն որոշակի փաստաթղթավորում թե ոչ։ Ես մի քանի եզրեր կցանկանամ օգտագործել, որպեսզի հասկանանք և այլ ավելի որոշակիացված և պարզ լինի, որ մենք այս երևույթի, այս հաստատության հետ ունենք իսկապես որոշակիության խնդիր, որոշակիության ցածր աստիճան, և նաև այդ անորոշությունը նույնիսկ այսպես կոչված գողական աշխարհում համապատասխան այդ կյանքին հարող անձանց մոտ ևս կա որոշակիության որոշակի խնդիր է կա։ Կան անձիկ, որոնք որ ասում են, ես գող եմ, բա օրենքը գող է, չի համարում իրեն օրենքով գող, ասում է ես գող եմ։ Կա անձ, որ ասում է, ես օրենքով գող եմ, իսկ կա անձ, որ ես ասում է, ես գաղափարական գող եմ։ Սրան ասած իդեյի գող։ Վերեք վերադառնանք մեր քրեական վարույթին, տեսական ձեր դատողությունները ինչ շատ հետաքրքիր են, բայց գործի մանրաբեռնված։ Հասարակական հանգամանքների վրա ինչի մասին եմ ասում, պատվարժանդական։ Կարծես այս կատեգորիան ունի որոշակի տարբեր, այսպես ասած, անվանումներ և տարբեր դրսևորումներ։ Հիմա գող, օրենքի գող, թե գաղափարական գող, ինչը ռուսերեն կոչվում է իդեյի գող։ Հիմա դրա պարագայում պատվարժանդական, այս բոլոր հարցերի պատասխանը չունենալու տեսանկյունից, մենք ունենք նաև որոշակիության խնդիր քրեական հեղինակություն հասկացության վերաբերյալ։ Հիմա Պարտին Բեյլությանի մեղադրանքի առաջադրվել 324 հոդվածի առաջին մասով, որը սահմանում է քրեական ենթամշակույթներով խմբավորմանը մասնակցել է, կամ դրա հետագա դասապարտակների իրականացմանը ներգրաված լինելը, կամ քրեական ենթամշակույթներով խմբավորման հավաքել կազմակերպելը, կամ դրանց մասնակցել է, եթե բացակայում է Սյունի գրքի 319
եւ 321 հոդվածներով նախատեսված հանցանքի հատկանիշները։ Հիմա այս հոդվածի վերաբերյալ վերլուծություն կատարելու համար մենք պետք է վերադառնանք նույն օրենսգրքի 323 հոդվածի 3-րդ մասին, պատվաժնդադրան, ինչը հստակ նշում է, որ սույն գլխի իմաստով քրեական ենթամշակույթներով խմբավորում, գողական աշխարհը համարվում քրեական աստիճանակատվությամբ եւ միջազգային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին եւ որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլանձանց հանցագործության կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրակի կամ անօրինական գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը։ Այսինքն պատվաժանդադրան պարզ տրամաբանությունը եւ իրավական ողջամտությունն այս երկու նյութական նորմերի վերլուծության պարագայում պարզ է դառնում, որ նմանատիպ գործողություններ կատարելու համար տվյալ անձը պետք է լինի կամ օրենքով գող կամ քրեական հեղինակություն։ Պապին Բեյբությանի առաջադրած մեղադրանքի փաստական նկարագրության պայմաններում պարզ է դառնում, որ մեղադրանքի կողմը վերագրում է Պապին Բեյբությանին որպես քրեական հեղինակություն։ Այսինքն տվյալ պարագայում գողական աշխարհի մեկ այլ մասով սահմանված չափանիշ է անձնային, ոչ թե օրենքով, այլ քրեական հեղինակություն։ Հիմա 323 հոդվածի 3-րդ մասը հստակ նշում է պատվաժանդադրան, թե քրեական հեղինակությունը ինչպիսի լինելով քրեական հեղինակություն անձը, ինչպիսի նպատակ պետք է առհասարակ հետապնդի հանցավոր, այսպես ասած, քրեական ենթամշակույթներով խմբավորման մասնակցելու պարագայում։ Դա հանցագործությունների կատարումն է, դա հանցագործությունների հովանավորումն է, վեճերի լուծումն է եւ այլ դասավորումներ։ Հիմա պատվաժանդադրան հարցը առաջանում Պապին Բեյբությանը 42 տարեկան քրեական հեղինակություն, եթե համարյամ, չնայած քրեական վարույթի նյութերում արկա համապատասխան փաստական տվյալը, որը պահանջվում է, որ Պապին Բեյբությանը քրեական հեղինակություն չի հանդիսանում, բայց ինչևէ, պայմանականորեն ընդունում Պապին Բեյբությանը քրեական հեղինակություն է հանդիսանում։ Պապին Բեյբությանը 42 տարեկան է։ Պապին Բեյբությանը քրեական հեղինակության տիտղոսը որպես այդպիսի երբ է ձեռք բերել։ Ես դժվար եմ պատկերացնում պատվաժանդադրան, եթե վերադառնում ենք ելի 3-րդ մասում նախատեսված չափանիշներին, որ քրեական հեղինակություն լինելու համար նպատակ պետք է լինի հանցագործությունների կատարումը կամ հովանավորումը կամ վեճերի լուծումը կամ այլ դասավորումները, ձեռք բերի մի անձ, որը նախկինում չի ունեցել որևէ տեսակի քրեական անձնանք։ Դժվար է պատկերացնել։ Այսինքն անձը պետք է որոշակի չափով հանցավոր վարքագիծ կրիմինալոգիական տեսանկյունից լինի հանցավոր տեսակ, անցած լինի որոշակի ճանապարհ, ընդ որում պատվաժանդադրան կատարած լինի այնպիսի հանցանքներ, որոնք որ կներեք ձևակերպման համար պատվաժանդադրան համապատասխանում են եւ եկած է քրեական աշխարհին բնորոշ հանցատեսակների, որ նոր կարող է որոշակի ճանապարհ անցած լինելու պարագայում համարվի քրեական հեղինակություն։ Հիմա դրա պարագայում Պապին Բեյբությանը ոչ միայն նախկինում դատապարտված չի, որը հավատավորում չունի, այլ նաև որևէ տեսակի քրեական անձնանք չունի։ Իսկ երբևէ նույնիսկ օպերատիվ տեսադաշտում չի այլվել։ Հիմա հարցը առաջանում Պապին Բեյբությանը, ով կրիմինալոգիական տեսանկյունից համարվում է մաքուր մարդ, ինչպես է կատարել հանցանքներ, որոնք աննկատ են դարձել պետության համար, եւ ինչ հանցանքների մասին է խոսքը գնում նրա կողմից ենթադրաբար աննկատ դարձած կատարման վերաբերյալ, որոնք թույլ են տվել այս ճանապարհը անցնելու պարագայում նրան շնորհել քրեական հեղինակություն որպես այդպիսի տիտղոսը։ Բոլոր այս հարցերի պատասխանների բացատրությունը հենց վկայում է նրա մասին, որ Պապին Բեյբությանը քրեական հեղինակություն չի հանդիսանում, իսկ այս մեղադրանքը ոտից գլուխ սնանկ է։ Այսքան։ Մեղադրյալ Բեյբության, դուք նույնպես ելույթ ունենալու իրավունք ունեք, եթե ցանկանում եք դատարանին դիմել, լսում եք։ Նամն պաշտպանողից պատվաժանդադրան, ես ելույթին չեմ մասնակցել, քրեական աշխարհի հետ պատշգամբը չեմ ունեցել, որոշի կարողություններ ուրիշ ասելու չունեմ։ Ռեպլիկի կարգով, եթե ցանկանում եք արձագանքություն Աշխարհի անհանգստական անոչվայը կապացիան իրական պրակտիկական գործերի եւ ոչ նաեւ գործելով կատարման
հոդվածի և նաև նշեմ, որ այդ կատարված դատական գործերով արտաշը որևէ դատավճի ուստի նշված դատական գործերը կատարելը առնվազն կարող նշել, որ այս պահին երևացների չէ, մասնապես եթե խոսում ուժի երկրության ժայռակացված գործունեն ժայռակցության նաև կատարվեց մի գործի, որով կայացվել է միավորական գրեվիկ, այդ գործում նույնպես չէ, դատական պրակտիկան հետևյալն է։ Այսինքն այդ հանդիպները և արձանագրել այդ հանդիպների միջոցով, որ դատարանները նույնպես հանդիպում տեսել, այս առումով քանի դեռ օրինակ ուժի մեջ ունես դատավճիռն առկա չէ, կարծում այս բանը դեռևս տեղի չէ։ Ինչ վերաբերում է սույն քրեական գործի փաստական հանգամանքների կապված իրավական որոշակցության առասարակ, մենք իրավական որոշակցության խնդիր թե չէ, նաև բանվորոշուկայով նշեց համանդրական դատարանի որոշումը Ալեքսանդր Մակարյանի վերաբերյալ կայացված քրեական գործով, դերուսից քրեական գործով, դատարանը խնդիր է տեսել որոշակցության նույնպես համանդրական դատարան, սահմանադրական դատարանի ստեղծության խնդիր չի տեսել որոշակցությունը կապված, այն առումով աշխատելով սահմանադրության վերաբերյալ հոդվածի հետ կապված, որևէ խնդիր չունի սույն հոդվածը իրական ոսկրքի և թողել է մեկնաբանության դատարաններին է թողել այսպես ասած, այդ առումով համաձայն բանվորոշուկայով, որ թողել է դատարանների մեկնաբանությունը և եթե որևէ խնդիր ակնհայտ տեսնել սահմանադրական դատարանի պրակտիկով դրա վերաբերյալ հստակ դիրքորոշում կհայտներ։ Սույն գործի փաստական հանգամանքները կապված պատվոշանատրաններ, բանվորոշուկայներին տաների ոչ ամբողջականացությունների նշված բանվորոշուկայների կողմից, սակայն ես նախորդ դատականիստների հիսապատիճերի մեջ նշեցի, որ վկաներությունների գնալուց պետք է այն համադրենք իրական գործով ձեռք բերված, օպերատիվ խոզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների, որպեսզի հասկանանք վկաներից յուրաքանչյուրը արժանահավատություն է տալիս թե ոչ։ Քանի որ ունենք օբյեկտիվորեն ստեղծած մի ապացույց, որը առավել քան իրականությունն է արտացոլում, քանց վկաների հայտնած մի քանի հանգամանքներ։ Սակայն վկաների հայտնած հանգամանքներում այն կողմից նշվել, որ համադրության արդյունքում այլ այդքան հեռացության հաղորդության վերահսկում գործողության միջոցով ձեռք բերված փաստական տվյալների հետ նաև ճիշտ ցուցմունքներ են տալիս, որոնց մասին ես արդեն նշել եմ, դրանց ինքնահանդիպման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այն հարցը արդյոք նույնպես հետևական հարց բարձրացվեց, որն է այն վարքագծի կանոնները, որ պետք է դրսևորեն և դրանք արդյոք պետք է ինչ-որ միտեղ դրվածնեն, որպեսզի կարողանա սովորական անձը քաղաքացին կամ իրեն որոշակի առումով ենթամշակույթ համարող անձը, ենթամշակութային հետաքրքրություն համարող անձը իր վարքագծի կանոնները համապատասխանեցնի դրան կամ հիմա կանխատեսել լինի։ Քրեական համակարգում հստակ նշված է այսպիսի մի նախադասություն, դրանք այն կանոններ, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապատասխանատու կանոններին։ Հիմա նաև հարց բարձրացվեց, որն է համապատասխանատու կանոնը, սույն գործի փաստական հանգամանքների մեջ առավել քան կանոնը սկզբանե նշված ռեստորանահիմնության համալիրի կապված եղել է դատական պրոցես և դրա մասին այդ տեղակերը սույն մեկն գործում եղադրել են, որում տեղակել է այսպես ասած իրան դիմաց կամ եթերապսյան խոսակցությունից ու անձնս միջոցով։ Համապարտադի կանոնը հանդիսանում է դա պետության կողմից սահմանված, որ նշված եթե առկա է մասնավորականային մեջ, այս բարեկամ մասնավոր մեջ, ապա դա պետք է ուծել դատական կարգով։ Հիմա արդյոք գրված է համապարտադի կանոնը, իհարկե գրված է քաղաքացիական ինստիտուտ, այդ մասնավոր վեճը ոնց պետք է լուծվի։ Ես այն բար դրսևորումներից եմ, որ համապարտադի կանոնի արձանագրում պետության կողմից սահմանված, այս բարեկամ ակնհայտորեն կողմերի համար պարզել է, թե որն է համապարտադի կանոնը, սակայն դատական պրոցեսի ինչ-որ հատվածից այլ ոչ համապարտադի կանոնի սահմանված վարքագծի կանոններ են դրսևորել և ստեցում հայտնվել են իրավահանգակարգի կեսադաշտում։ Նաև նահանգապետ կատարվեց հասկացությունների քրեական հիմնադրություն, քրեական օրենքով, դրանց վերաբերյալ նաև Ալեքսանդր նշեց, որ քրեական օրենսգրքում 323 հոդվածի 3-րդ մասում նշում կա և այսպես համադրություն վարքագծի մեղադրանքի հետ։ Մեղադրանքի մեջ սահմանված է, որ օգտագործելով օբյեկտիվ կողմից ըստ էության կատարվել է մասնավոր վեճի լուծումը գործ է կատարվել և այն
ռեստորանի շուրջ խոսակցություն տեղի ունեցել, այսինքն մասնավոր վեճի լուծում տալու վերաբերյալ այս ամբողջ մեղադրանքը։ Ուստի ես ակում ես որևէ խնդիր չեմ տեսնում մեղադրանքի որոշակցության կապված։ Եվրոպական դատարանի դիրքորոշումը արդեն բազմիցս նշված հայտնի գործը արդյոք հարցնում եւ բացում են զույգերական գործի հաստատական հանգամանքների վրա թե ոչ, այն պարունակությունները նշեց, որ հասկացնում են, որովհետեւ սահմանված չեն Դրաստանում այլ օրինակներ, այնտեղ կոնկրետ հստակ կա, եւ գիտենք, որ եվրոպական դատարանի որոշումը բավական առաջնորդվել եւ հենց այդ որոշման մեջ պաշտպանական կառույցում կատարված տարանջատում է եւ հասկացություն նշում է օրենքում գոհինան բացի մեր քերականից իսկ նաեւ որոշման մեջ նշում կատարում է սակայն հասկացությունը մարմնից չընդդեմ քանի որ մեր մեղադրանքի մեջ նշված հասկացություն չի օգտագործվել քերական հնարավորություն հասկացություն ապացույցների առումով բավարարության տեսանկյունից պատասխանատան մանրամասը այսպիսի նորմ չկատարած ավելի շատ պաշտպանական կողմի դիրքորոշումը պայմանավորված է իրավական որոշակիցությանը, հոդվածի ուղղորդակցության հետ կապված, ապացույցների վերաբերյալ դիրքորոշումը արդեն ներկայացրել եմ, նաև թվայնացի հնարավորության արտասում վերահսկողության կողմը արդյունքում ձեռքբերված փաստական տվյալները, մանրամասի կողմից ընթերցվեց դրանց ուղղորդակցությունը ամբողջությամբ հիմնավորվում ներկայիս ներկայացված մեղադրանքի փաստական հանգամանքները։ Ես ինչպես եզրափակիչերից նշեցի, գտնում եմ, որ մեղադրանքը հիմնավորված է եւ ապացույցները կատարելի վերաբերելի հավաստիացություններ։ Պաշտպանության կողմը Կարճ պատվաժան այո այդ դատական ակտերը օրինական ուժ չունեն, բայց ունենք իրավական կարծիք։ Բոլոր այդ գործերին միավորում է մեկ բան, դատավորները չեն կարողացել դիմադրել վարքագծի կանոնները եւ տեսել են բոլորը իրավական որոշակցության խնդիր։ Հիմա ֆորմալ առումով դրանք նախադատելի չեն այս համար, որովհետև չունեն օրինական ուժ, բայց արդյոք մենք հիմա իրավական կարծիքան այդ առումով հաշվի չպետք է առնենք, միանշանակ պետք է հաշվի առնենք եւ մահացան այդ դատական գործերից Վիտալի Ալցյանի մասով ունենք օրինական ուժ ունեցող դատական ակտ, որով ըստ էության հերքվել է քրեական ենթամշակույթ գրող խմբավորմանը ղեկավարել եւ մասնակցել։ Հիմա հողումը օպերատիվ հետախուզական տվյալների պատվաժանական մենք ինչի չենք ծավալում դրա շուրջ։ Մենք ներկայացրել ենք դրանք թույլատրելի ճանաչելու միջնորդություն եւ ես չեմ ուզում այդ ապացույցները մենք օգտագործենք, որովհետեւ դրանք անթույլատրելի։ Հիմա ինչ վերաբերում է աշխարհային գործով, շատ լավ որոշում է վերլուծված է օրենքով հողերի համակարգը, դրա ասոցիացիաները, իտալական մաֆիայի գերծուգայանները, բայց այդ որոշման մեջ կա մեկ առանցքային դրույթ։ Վրաստանի օրենսդրությունը իրավական որոշակցության խնդիր չունի, որովհետև առկա է կազմակերպված հանցավորության եւ բանդիտիզմի մասին օրենք, որտեղ օրինակ սահմանված է օրենքով կողմը, քրեական ավտորիզետը ով է, այլընտրանքային վեճերի լուծումը որն է, իսկ արդյոք եվրոպական դատարանի որոշումը չի նշանակում, որ եթե մենք օրենք չունենք դա սահմանող կամ մեր քրեական օրենսգիրքը ունի հիմնական հասկացություններ, այնտեղ է չունենք, չի օրենքով կողմում է, հեղինակությունն է, վարքագծի կանոնները որն է, կամ այն մեղադրողի ռեպլիկա այն, որ այստեղ պետության կողմից սահմանված վարքագծի կանոն կա, չէ, ոչ չէ։ Իսկ ով է ասում, որ ցանկացած ոչ պետք է լուծվի դատարանում։ Իսկ ինչ են մենք բացառում արտադատական կարգով վեճի լուծումը։ Կամ օրինակ աշտարարության մեջ լուծումը։ Պատվաժանական պետությունը չունի վարքագծի իմպերատիվ կանոն, ինչպես լուծել տարածքի հետ կապված վեճը։ Եվ այս առումով ես գտնում եմ, որ այո իրավական որոշակցության խնդիրը այն աստիճան սուր է, որ իմաստը չկա ֆիզիկապես մտնել ապացուցողական զանգված, որովհետև այդ ապացուցողական զանգվածը պետք է հիմնավորի ոչ ֆորմալ վարքագծի առկայություն, իսկ դրան մենք կողմներ կատարել չենք կարող։ Այլ արձագանքով է դուք կարգով։ Դատարանը ասում է, որ վերաբերյալի եզրափակիչներից
խոսելուն դուք բժշկության մեկ վերջին խոսքով հանդես գալու եթե ավելացնելու որևէ բան դատական նիստի դեպքում հայտարարվում է ընդդիմություն մինչև ժամը 15:20 րոպե նիստերի դարիճում հրապարակվի կայացված վերդիկտ։ Դատական նիստը շարունակվում է, դատանը հրապարակում է կայացված վերդիկտի բովանդակությունը։ 2026 թվականի ապրիլի 3-ին Երևան քաղաքի Առաջնատյանի ընտրական իրավասության քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ավագյանի, կարգավարությամբ Թովմասյանի, մասնակցությամբ հանրային մեղադրող Աբովյանի պաշտպաններ Կոչուբաևի և Ալեքսանյանի մեղադրյալ Բեգմությանի, թիվ ԵԴ1 կոտորակ 3308, կոտորակ 01, կոտորակ 24 քրեական վարույթով իրականացված հիմնական դատական լսումների արդյունքում ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 342 հոդվածով կայացրեց հետևյալ վերդիկտը. Պապին Ռուբենի Բեգմությանին վերագրվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքի փաստական հանգամանքները եւ այդ արարքը նրա կողմից մեղավորությամբ կատարելն ապացուցված չէ։ Դատավոր Հովհաննես Աբովյանը հաշվի առնելով, որ հիմնական դատալսումների արդյունքում կայացվեց վերդիկտ եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածով դատարանը որոշում է քրեական վարույթով ըստ մեղադրանքի Պապին Ռուբենի Բեգմությանի նշանակել լրացուցիչ դատալսումներ դռնբաց դատական նիստում Լրացուցիչ դատալսումները նշանակում են սույն թվականի ապրիլի 10-ին ժամը 17:00-ին մեր նախնական պայմանավորվածության համաձայն, մինչև նիստը հետաձգել է նաև դատական նիստին ներկա պաշտպանության կողմից դատարանը պարզաբանում է, որ մինչև հաջորդ դատական նիստը, ինչպես նաև լրացուցիչ դատալսումներով նիստի ընթացքում իրավունք ունեք ներկայացնել միջնորդություններ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի առնչությամբ ապացույցներ հետազոտելու վերաբերյալ նաև կողմերի պարզաբանում է, որ լրացուցիչ դատալսումներով նիստին պատշաճ ծանոթացված կողմին չներկայանալը խոչընդոտ չէ լրացուցիչ դատալսումներն անցկացնելու և գործի քննությունը ավարտելու համար։ Հիմնական դատալսումները և այսօրվա դատական նիստը հայտարարվում է փակված։ Grazie, buon lavoro,